Բարև ձեզ, պարոն նախարար, ինձ մոտ և հասարակության շրջանում մի շատ կարևոր հարց է բարձրացվել, արդյոք արդար է, որ խախտվում է հավասարության սկզբունքը և որոշումը չի տարածվում 2025 թվականին զորակոչված զինվորների վրա։ Ես ինքս զինծառայողի մայր եմ, որը զորակոչվել է 2025 թվականի ամռանը և շատ կուզենամ, որ ազդի 2025 թվականին զորակոչված բոլոր զինծառայողների վրա, չէ՞ որ օրենքը հավասար է բոլորի համար։ Ես ինքս շատ ուրախ եմ, որ արդեն որ պետք է լինի տարուկես, որ ծառայեն 18 ամիս, ես ինքս էլ ունեմ նորից երեխա, որ պետք է այսա բանակ գնա զորացրվի, բայց ամեն դեպքում ես շատ կուզենամ, որ դա ազդի նաև մնացած երեխաների վրա, որովհետև ես ինքս որպես մայր շատ ծանր եմ դա տանում և տեսնում եմ ինչպես են իրենք նույնպես դա շատ ծանր տանում, որ ինչով են իրանք տարբերվում, որ իրենք պետք է ծառայեն 2 տարի, իսկ մնացածը այդ նույն թվականի ծնված 2027 թվականին ծնված երեխաները ծառայեն տարուկես, չէ՞ որ արդար չէ, խնդրում եմ վերանայեք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար, իրականում հարցերից երևում է նաև, որ այս հարցը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր հանրության շրջանում և ևս մի անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և այս կարևոր բարեփոխումը սպասված էր ու անհրաժեշտ։ Նախ արդարության մասին, օրենք այո հավասար է բոլորի համար ուժի մեջ մտնելուց հետո։ Երբ մենք խոսում ենք օրենսդրական փոփոխության մասին, երկար ենք քննարկել իդեպ մեր խորհրդարանական գործընկերների հետ և նաև այլ հասարակության տարբեր շահագրգիռ շերտերի հետ, այստեղ 2 հանգամանք կա։ Նախ, ինչպես նշեցի, արդարության սկզբունքը ամբողջությամբ պահվում է, քանի որ մենք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն նախատեսում ենք հունվարի սկզբից զորակոչվող բոլոր երիտասարդների վրա տարածել, ի տարբերություն մեր նախորդ որոշման, երբ այն պիտի կիրարկվեր հունիսից և այո հավասարության սկզբունքը հաշվի առնելով մենք որոշումը տեղափոխեցինք հունվար և դեռևս չզորակոչված բոլոր երիտասարդների վրա այն տարածվելու է, այսինքն սրանով նույնպես հավասարության սկզբունքը պահպանվում է, այն արդյոք լավ կլիներ, որ դա տարածվեր նաև գործող զինծառայության մեջ գտնվող երիտասարդների վրա։ Իհարկե կարող է դա հաճելի լինել նրանց ընտանիքի անդամների համար ու նրանց համար, բայց միևնույն ժամանակ մենք պիտի այս հարցին նայենք այլ դիտանկյունից նույնպես, այն է դրա հնարավորություն, այսինքն արդյոք զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը կարող է իրեն թույլ տալ տարածել բոլորի վրա։ Մենք այս բարեփոխումը անում ենք գլխավոր շտաբի կողմից տրվող համաձայնության կամ հաշվարկների հիման վրա և եկել ենք այն եզրակացության, որ դա հնարավոր է իրագործել միայն 2026 թվականի հունվարից հետո։ Այսինքն սա նրա համար չէ, որ մենք չենք ուզում, որ ավելի շատ քանակով երիտասարդներ օգտվեն այս ծրագրից, այն պատճառով չէ, որ մենք չենք ուզում, որ մեր մայրիկները, ծնողները, հարազատները ուրախանան այս նոր օրենքից և ավելի շուտ իրենց զավակներին իրենց տանը տեսնեն։ Սա պայմանավորված է նրանով, որ հնարավորությունը ստեղծվում է միայն հունվարից հետո և խնդրում եմ այս հարցին ուղղակի մոտենալ ըմբռնումով և սա չդարձնել այլ քննարկման հարց, այլ դրական նոտայով, որովհետև սա տարածվելու է այլևս բոլոր զորակոչվող երիտասարդների վրա, այդ թվում նաև ձեր երկրորդ զավակի, ինչի համար ես շատ ուրախ եմ և շնորհավորում եմ ձեզ։ Ես ավելացնեմ, որ սա սպասված բարեփոխում էր, որի հնարավորությունը մենք չենք ունեցել։ Այդ հնարավորությունը ստեղծվեց հիմա, այն հեռանկարի հույսով, որ մենք պետք է կառուցենք խաղաղություն։ Բայց դրա հետ մեկտեղ նաև սա հարցի բովանդակությունից մեր ժողովրդի սպասումների մասին է խոսում։ Պարոն նախարար, սպասումները շատ էական են, որովհետև դուք նշեցիք նաև պրոֆեսիոնալ բանակ ունենալու հնարավորության մասին, որովհետև եթե գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ, դա նշանակում է, որ կրճատումը, որ շահարկվում է հիմա, որ կրճատվում է, բա ով պետք է ծառայի դիրքերում, այդ խնդիրը լուծվում է լրիվ այլ փիլիսոփայությամբ, անվտանգային այլ ծրագրերի միջոցով, որը նախատեսված է կառավարության ծրագրի մեջ, որը մենք անշեղորեն պետք է դարձնենք իրականություն։
Ազգային ժողովի պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողովում այս հարցը մանրամասն լինելու է քննարկման առարկա, կտեսնեք թե ինչ հիմնավորումներ ունի, ինչ հաշվարկներ ունի պաշտպանական գերատեսչությունը, իսկ այդ հաշվարկները անտեսել պարզապես ոչ թե չի կարելի, այլ այսօր գտնված է օպտիմալ ժամանակահատվածը, իհարկե կլինեն դժգոհություններ, որ այսօր ծառայության մեջ ընկնողների վրա չի տարածելու, բայց ապագայի վրա ինք ունենալու հսկայական ազդեցություն, եւ դա մեզ տանելու անշողորեն այն նպատակին, որը նշեց պաշտպանության նախարարը։ Շնորհակալություն։